Վստահված անձի գործողությունները ընտրական տեղամասում։ Մուտք և գրանցում։ Վստահված անձը մտնում է ընտրական տեղամաս և մոտենում հանձնաժողովի քարտուղարին։ Ներկայացնում է վստահված անձի վկայականը, անձը հաստատող փաստաթուղթը։ Գրանցումից հետո վստահված անձը պարտադիր փակցնում է վկայականը կրծքին տեսանելի հատվածում։ Տեղամասային կենտրոնում բոլոր ներկա գտնվող անձինք պարտավոր են տեսանելի կերպով փակցնել, կրել իրենց ներկայության իրավունքը հավաստող վկայականը։ Եթե վստահված անձը դուրս է գալիս տեղամասից, թեկուզ ժամանակավոր, պարտավոր է այդ մասին տեղեկացնել քարտուղարին, որպեսզի համապատասխան նշում կատարվի գրանցամատյանում։ Սա կարևոր է, քանի որ եթե վստահված անձը պատշաճ գրանցված չէ, հետագայում չի կարող ապացուցել, որ ներկա է եղել քվեարկության կամ արդյունքների ամփոփման ընթացքում։ Այդ դեպքում կարող է խնդիր առաջանալ վերահաշվարկ պահանջելու կամ արդյունքները վիճարկելու ժամանակ։ Ազգային ժողովի ընտրություններին թույլատրվում է, որ միաժամանակ տեղամասում գտնվեն մինչև 2 վստահված անձինք յուրաքանչյուր կուսակցությունից կամ դաշինքից։ Եթե վստահված անձը դուրս է եկել ընտրատեղամասից և այդ մասին գրանցում չի կատարվել գրանցամատյանում, իրեն փոխարինող վստահված անձը կարող է խնդիրներ ունենալ գրանցման և ընտրատեղամասում ներկա գտնվելու հետ։ Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցությունից, դաշինքից, մեկ վստահված անձ կարող է ուղեկցել շրջիկարկղը։